Ինչու է Թրամփի մերձավոր Արևելքի եւ Ուկրաինայի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆի օդանավն անսպասելի վայրէջք կատարել Բաքվում, հինգշաբթի մոսկովյան գիշերային այցից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցներում միտող չկա այս այցի մասին։ Իսրայելական Ջերուսալեմ Փոստն է առաջիններից գրել, որ Ուիթքոֆը Բաքու է գնացել։ Թե ինչ տեսակի հանդիպումներ է ունեցել Բաքվում, դժվար է պատասխանել, բայց եթե նույնիսկ ինքը Բաքվում վայրէջք կատարել է բացառապես տեխնիկական նպատակներով, ենթադրենք վերալիցքավորվելու նպատակով, ապա այստեղ սովորաբար ըստ արարողակարգի համապատասխան պաշտոնյայի հետ հանդիպում է սովորաբար լինում։ Հիմա, երբ Ադրբեջանը շատ փորձագետների համոզմամբ նոր պատերազմի նախերգանք է անում, Թրամփը որոշել է իր խորհրդականին նահանգներ հետ գնալու ճանապարհին գործուղել Ադրբեջան, Բաքվին զսպելու համար։ Ես կարծում եմ, որ հանդիպման ընթացքում որոշ մեսիջներ Ուիթքոֆը կարողացել են փոխանցել անձամբ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հիմա, երբ Թրամփը առաջնահերթ ուզում է ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանի հետ բանակցություններ սկսել Ռուսաստանի միջնորդությամբ, ցանկացած ֆոնային գործողություն Հարավային Կովկասում կարող է խանգարել իր ծրագրերը, կարծում է միջազգայնագետը։ Եթե Միացյալ Նահանգները ուզի ինչ-որ բանի հասնել, ապա բնական է ունի բոլոր հնարավորությունները ինչ-որ բաների հասնելու եւ ինչ-որ գործողություններից Ադրբեջանի զերծ պահելու կամ ինչ-որ գործողությունների Ադրբեջանին դրդելու համար։ Միացյալ Նահանգները լավ գիտի, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր, ասում է Սարգսյանը։ Հետևաբար Վաշինգտոնը նախ փափուկ ուժով փորձելու է հասկացնել Թուրքիային եւ Ադրբեջանին չսկսել ռազմական էսկալացիա, ժամանակավոր մի կողմ թողնել, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ամեն կերպ բացելու հարցը։ Կիրակի հեռախոսով խոսել են Թուրքիայի ու նահանգների ղեկավարները։ Ըստ Թուրքիայի պաշտոնական հաղորդագրության Էրդողանն ասել է, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն պետք է ավելացնեն խորհրդակցությունները բոլոր թեմաների շուրջ։ Թուրքիան փորձում է գլոբալ խաղի մեջ նաև տեղավորվել եւ իր ասելիքն էլ ասել եւ նաև լարումը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարծում եմ Թուրքիայից այդուհանդերձ ուղղորդվում է, որպեսզի հետո այդ ընդհանուր փաթեթում բանակցությունների որոնք որ լինելու են եւ նոր աշխարհակարգի ըստեյության ձևավորում, Թուրքիան ունենա իր կարևոր եւ հիմնարար, այսպես ասենք, տեղը։ Հիմա ըստ Սարգսյանի Հայաստանի իշխանությունը պետք է փորձի սերտացնել հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ։ Ամերիկագետի համոզմամբ այդ գործը ստիպված իրենց ուսերին են վերցրել Միացյալ Նահանգների հայ համայնքը, լոբիստները, իրավապաշտպան կազմակերպությունները։ Ակտիվ աշխատում է նոր ձևավորված իշխանությունների հետ, լինելով ոչ կուսակցական եւ անկողմնակալ կառույց, ոչ կուսակցական նկատի ունեմ ամերիկյան որևէ կուսակցության չի հարում, անկողմնակալ է իր գործունեության մեջ, փորձում է նաեւ Թրամփի վարչակազմի հետ աշխատել Հայաստանի շահերը, անվտանգության խնդիրները առաջ քաշելով, այն խնդիրները առաջ քաշելով, որոնց մասին իշխանությունը չի խոսում, օրինակ գերիների հարցը եւ այլն։ Գերիների ազատ արձակելու մասին Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլթսն է նախորդ շաբաթ խոսել Ալիևի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ։ Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, Կիրակի X-ում գրել է Թրամփի խորհրդականը։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել եւ պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի ապահով եւ բարգավաճ դարձնելու համար։ Ուոլթսի հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցներն են նաեւ տարածել, այդ մեջբերումից հանելով ազատ արձակենք բանտարկյալներին արտահայտությունը։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։